Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, ի Հայաստան եւ իսպյուրս աշխարհի եւ բոլոր այն իմ հետևորդների եւ Facebook-յան ընկերների դիմելով բոլորիդ նախ ողջունում եմ եւ ապա հայտարարում եմ այսօրվա Աստծոյն հաղորդաշարը իր ուղիղ եթերն է հեռարձակում եւ այսօր իհարկե կարևոր թեման, որին պետք է անդրադառնանք, սա մեծ պահոց շրջանն է եւ մեծ պահքի մեջ, քանի որ նոր տոմարով արդեն իսկ մեկ շաբաթ պահք պահեց այն քրիստոնեությունը, որոնք առաջնորդում են նոր տոմարով, իսկ հին տոմարով մենք պետք է վաղվանից մտնենք մեծ պահոց շրջան։ Այսօր մեր մոտ բուն բարեկենդանն է, սակայն ես այսօր ուզում եմ խոսել ընդհանուր մեծ պահքի մասին, որպես լավագույն ժամանակամիջոց հոգևոր փրկության մասին մտածելու քրիստոնյաների համար, իրենց հոգևոր աճի, որպեսզի նրանք ամեն մեկս անդրադառնան այս օրերի մեջ իրենց կյանքին, իրենց մտածածներին եւ ինչ են ընդհանրապես իրենք սպասում կյանքից, որոշեն վերջապես իրենք որ կողմն են, պետք է հոգևոր փրկության ճանապարհով ընթանան դեպի Աստված, թե պետք է ուրեմն ապրեն զուտ ձևական անունը, քրիստոնյա անունը պահելով։ Սա շատ կարևոր է, սիրելիներ, եւ ցավալի է, որ այսքան տարիներ եկեղեցիներից ներս Հայաստանին մեջ նամանավանդ եւս փրկում էլ իհարկե որևէ մեկը դրան չի անդրադարձել, ոչ մեկի վեճը չի եղել, որ խոսեն հավատացյալների հետ, մեր սիրեցյալ ժողովրդի հետ այս մասին։ Եվ կարծես թե մենակ մտածել են ձևական կողմը պահել, ու այդ ձևական կողմը իհարկե շատերի համար եղել է ուղղակի ինչ-որ մի մեխանիկական մի բան, որը որ բերելու է հետով ուղղակի տոնին, այդ տոնի խորհուրդներ չեն հասկացել, լիովին, այսինքն հոգով, սրտով չեն ընկալել այն մեծ իրադարձությունը, այն մեծ հրաշափառ հարությունը, որը մայր եկեղեցու եւ առհասարակ համայն քրիստոնյաների համար այն արմատն է, հիմքն է եւ բոլոր տոների մեջ ամենամեծ տոնը, քանի որ իմաստավորում է ընդհանրապես քրիստոնեական բոլոր արժեքները կառուցված են այս հարության գաղափարի վրա եւ երկնքի արքայության գաղափարի վրա։ Այս երկու գաղափարներն են, որոնք կազմում կորիզը, հիմքը, սյուները քրիստոնեական հավատքի։ Սկսում ենք աղոթքով եւ շարունակելու ենք մեր այսօրվա քննարկումները։ Զգորձը ձերած մերոց ուղի խարայմեստեր, եւ զգորձը ձերած մերոց հաջողյա մեծ փառքոր եւ որդվո եւ օգվույն սրբո, այժմ եւ միշտ եւ ավիտյանը սավիդենից ամեն, տուրին զիմաստություն, զբարիս խորհել եւ խոսել, եւ գործել ռաչի քո համենայն ժամ, իչար խորհրդոցի բանից եւ գործոց փրկյազից եւ ողորմյա կորարածոց եւ ինձ բազմամեղից ամեն։ Շատ գեղեցիկ այսօր տեսարան էր, երբ որ երկրի վարչապետը եկեղեցին այցելեց Սևանում, մասնակցելով Սուրբ Եվան Մահպատարակին, նախապես լուրջ տալով, ոնց էին խառնվել իրար այս տերտերները այնտեղ։ Սա ինչի մասին է խոսում, այն մասին, որ մենք հաղթել ենք, սիրելիներ, որ մենք հաղթել ենք եւ այդ հաղթանակի ճանապարհով քայլում ենք։ Ճիշտ է, նեղվում ենք, ուշանում ենք, չգիտեմ, երկար է ձգվում եւ այլն, բայց բոլոր դեպքերում սա չափանիշն է այն բանի, որը այդ ծրագիրը բարենորոգման դեպի առաջ է գնում եւ ոչ թե դեպի հետ։ Իդեպ ասեմ, Հովնան Տերտերյանը լուր է մնացած, որևէ իրենից հայտարարություն չի դուրս եկել, այսինքն ինքը չի ասել այն մասին, որ հրաժարվել է բարենորոգումներից, այդ ծրագրից եկեղեցում այդ փոփոխությունը բերելու, թե կողմ է, եւ քանի որ դեռ դա չի եղել, իր բերանից չեն հնչել այս խոսքերը, ուրեմն գտնում եմ, որ այլևս մենք իր անձի մասին որևէ բան չենք ասելու եւ սպասելու ենք, որ վերջապես ինքը բարձաբանում մտցնի այս հարցի մեջ։ Գիտեմ, որ շահարկումները շատ մեծ են։ Մամուլը գրում է, չէ՞, ամեն տեսակի բաներ գրում են, ստորություններ գրում են, որ դավաճան է 10 հոգու
9 մնացին մենակ եւ այլն։ Ես կարծում եմ, որ այդ 9-ին էլ կմիանան։ Ես կարծում եմ, որ ցնցող բաներ կլինեն։ Ես կարծում եմ, որ աստիճանաբար Տիրոջ ողորմությունը, ուրեմն տեսնալով հոգեվիճակը քրիստոնյաներից եւ բանավանդ որ այս մեծ պահոց շրջանի մեջ ենք մենք եւ ապրումներով սպասում ենք, որ ազատագրում լինի վերջապես մայր եկեղեցին այդ շղթաներից, այս բուրջաներից, չգիտեմ, այս վեհարավոր ստահակներից, որոնք արևանգել են մայրաթորը վերածելով Կուկուշկայի աթորի, պիտի ազատագրվեն մեր բոլոր հոգևորականներ, ովքեր որ պատանդ էին 26 տարի շարունակ, 27 արդեն բացվեց, հա, նոր տարին, եւ ստիպված էին գործել, ասեցի, չէ, նրանց արգելված էր խոսել մեծ պահքի մասին, նրանց արգելված էր խոսել հավատացյալների հետ անկեղծորեն, որ մտածեն իրենց հոգևոր փրկության մասին, այսինքն նրանց արգելված էր զբաղվել իրենց առաքելությամբ զբաղվելու փոխարեն նրանց պարտադրված էր զբաղվել քաղաքական հարցերով, քաղաքական քարոզներով, սպասարկելու սատանիկի այս ստահակների նախկին իշխանությունների ներկայումս թունդ ընդդիմադիր, կեղծ ընդդիմադիրների շահերը։ Այս սրա վրա էին շեշտը դնում մայրաթորի այն պարագլուխները, մաֆիոզները, որոնք պարտադրում էին Էջմիածնից եկեղեցիներից ներս քաղաքական ճառեր ասեն եւ զզվացնեն ժողովրդին, խրտնացնեն եկեղեցիներից։ Սա են արել։ Բայց այսօր սիրելիներ, ամենակարևորը, որ մենք ձեզ հետ պետք է գիտակցենք, որ մեծ պահքը դա մի ժամանակահատված է, որը տրվում է հավատացյալներին ապաշխարելու համար։ Ապաշխարությունը սա այն իրականություն է, որի մեջ քրիստոնյան ընկալում է երկնքի թագավորության գաղափարը ամբողջովին ընդունելով։ Հիշենք, որ Հովանես Մկրտիչը ասում էր ապաշխարեցեք, իր հորդորն էր, իր կոչն էր, քանզի երկնքի արքայությունը մերձեցել է, ապաշխարեցեք, որտեղ մոտեցել է երկնքի արքայությունը, ուրեմն երկնքի արքայությունը սերտորեն կապված է ապաշխարության հետ, ինչ է սա նշանակում մեր լեզվով, այն է, որ առանց ապաշխարելու չեն կարողանալու ժառանգենք երկնքի արքայությունը, ուրեմն նախապայմանը մտնալ երկնքի արքայությունը դա ապաշխարության ճանապարհով ընթանալն է։ Այս սա շատ կարևոր արձանագրումն է քրիստոնյաներիս համար, որ պիտի մեզ համար անենք։ Եվ ամեն տարի Աստված այդքան ողորմած է, որ տալիս է եկեղեցվո մեջ այդ շրջանը։ Ես ինչի եմ ուզում ընդգծել, որովհետև այո, պահքեր կան, բավականին պահոց եւ օրեր կան, գիտեք, չորեքշաբթի ուրբաթ օրերը եւ տարբեր պահքեր կան եկեղեցիներում, բայց կարծում եմ ամենակատարյալ շրջանը, որը հնարավորություն է ստեղծում ամեն մի քրիստոնյա հավատացյալին համար հոգևոր նորոգության, չէ՞ որ մենք այսօր բարենորոգման ծրագրերի մասին խոսելով նաև պետք է հոգևոր նորոգության մասին նախ եւ առաջ խոսենք, սա հենց ապաշխարությունն է։ Եվ այս ապաշխարությունը իմաստավորվում է, չի ասվել ապաշխարեք, ուղղակի ապաշխարեք։ Բայց ապաշխարում ենք ինչի համար, որովհետև երկնքի արքայությունն է մոտեցել եւ պիտի այն ժառանգենք։ Եվ այդ Հովաննու Մկրտչի կոչը, հրավերը, հորդորը հնչում է արդիական մեր օրերին։ Ամեն ժամանակներում արդիական են այդ խոսքերը։ Որովհետև տվյալ սերունդը կամ տվյալ մարդիկ, որ ապրում են, իրենց է վերաբերվում, իրենց է վերագրած այդ շրջանը նաև ապաշխարել դրա համար, որ երկնքի արքայությունը մոտեցել է։ Երկնքի արքայությունը արդեն մարդու մեջ է, ներսից պիտի զգա մարդ։ Քանի որ եթե նա կապված է եկեղեցու հետ, եկեղեցին սա Աստծո տունն է, որտեղ որ մարդ հաստատում է իր կապը, ուղիղ կապը երկնավոր հոր հետ։ Այն ինչի համար է անհրաժեշտ։ Ամենամեծ անհրաժեշտությունը ինչի համար է ամեն մեկը քրիստոնյան պետք է գնա եկեղեցին, որտեղ դա իր Աստծո երկնավոր հոր տունն է։ Աստծո հոր տան մեջ աղոթելով, այսինքն զույցի բռնվելով Աստուծո հետ։ Ինչպես նաև որպես բարեխոսներ դա սուրբերի միջնորդությամբ մենք նաև կապ ենք հաստատում երկնավոր հոր հետ։
Այսա շատ կարևոր է սիրելի ժողովուրդ։ Դրա համար մի երկ հոգևոր երկարանից, որտեղ ասում է եկեղեցին հայկական մեն մի քարի տակ գետնի դեպի երկինք բարձրացող գաղտնի ճամփամը ունի։ Այս խոսքերը արտացոլում են իրականությունը եւ խորհուրդը։ Խորապես մենք կարող ենք ձեզ հետ թափանցել, ներթափանցել այդ իրականության մեջ, որովհետեւ այո, այդ գաղտնի ճանապարհը, որը տանում է դեպի երկինք, սկսվում է եկեղեցուց։ Այսինքն աբաշխարելով, հարատևելով եկեղեցվո մեջ, որտեղ եկեղեցին պետք է բուժի մարդուն։ Եկեղեցին պետք է հարցերի պատասխանը տա։ Եկեղեցին պետք է մխիթարի։ Այս է եկեղեցու բուն գործառույթը եւ եկեղեցականների առաքելությունը սպասարկել, չէ՞ որ մենք կոչում ենք Աստծո ծառաներ, սպասավորներ, եկեղեցվո սպասավորներ։ Ինչի համար է այդ ծառայությունը։ Ինչին է ծառայում այդ ծառայությունը։ Ում է անհրաժեշտ այդ ծառայությունը։ Աստծուն մեր ժողովրդին հովվելու, առաջնորդելու դեպի հոգևոր կյանք, հավիտենական կյանք, դեպի հոգևոր փրկություն։ Այսինքն դեպի երկնքի առկայություն։ Ինչպես առաջնորդել ապաշխարությամբ, նախ եւ առաջ ապաշխարության բովով անցնելով։ Այսա շատ անհրաժեշտ է սիրելի ժողովուրդ, որ դուք հասկանաք ինչ է ապաշխարությունը։ Այո, այդ գաղտնի ճանապարհը հենց դրա մեջ է, որը տանում է դեպի երկինք։ Սա պարզ ճանապարհ չէ։ Անհավատ մարդը չի կարող ընկալել դա, դրա համար է կոչում գաղտնի ճամփա ունի։ Այն մարդը, որը եկեղեցուն դիտում է որպես շենք, որպես ինչ-որ մի ինստիտուտ սոցիալական զուտ, այդպես է դիտում, հա, որ մտածում է, որ ինչ-որ հուշարձան է, մեկը ասում է հուշարձան է, գեղեցիկ ճարտարապետական կոթող է, չգիտեմ, այսպես մի բան, բայց բուն իմաստը չի ընկալում, ինչ է իրենից ներկայացնում բուն եկեղեցին, ապա նա չի հասկանում, որ այն վայրն է, որտեղ որ հավաքվում են քրիստոնյաները Աստծուն պաշտելուն նպատակով, հոգիները բժշկելու նպատակով, հոգևոր կրթությունը կամ հոգևոր աճը, հա, որտեղ սնունդը նաև այդ հոգևոր աճն է ապահովում, ընդունելու եւ ի վերջով այդ խորհուրդներով, որը կատարվում են եկեղեցուց ներս կամ մյուս ծիսական արարողություններով, ահավասիկ հարթելու հիմնականում ապաշխարությամբ դեպի երկինք բարձրացող այդ գաղտնի ճանապարհով հասնելու վերջի վերջով այն փուն նպատակին, որի համար եւ ստեղծված է մարդարարածը։ Երկնքի արքայության համար ենք ստեղծված։ Ամեն մեկին Աստված ստեղծել է հոգևոր փրկության համար։ Ամեն մեկին տվել է այս կյանքը որպես պարգև։ Բայց քանի մարդ կա, որը չի ընկալում, չի հասկանում, որ կյանքը Աստված տվել է։ Հիմա այս մասին եթե խոսենք շատերին, ոչ բոլորն են դա ընկալում։ Կասեն, ես ինչ է խոսում Տեր հայրը, ես ինչի մասին է խոսում։ Ինչի, որովհետև այս մարդիկ չեն ընկալում կարևորը։ Չլսեցին նրանք Հովաննու Մկրտչի այդ հրավերը, այդ կոչը ապաշխարության։ Եվ Տերը, որ եկավ, մարմնացավ, մարդացավ, Ույս Մարիամից կատարելապես ծնվեց, այսինքն մարդ եւ Աստված մեզ բոլորին համար երևեցավ, մեզ եկավ ազատելու մեղքի իշխանությունից, ազատելու, ազատություն է բերել իր պատարակամատույցով, իր արյան հեղմամբ, ինքը բերեց մեզ ազատություն։ Հիշեք ժամանակները, երբեր ստրուկներ գոյություն ունեին, տրկատիրական հասարակարգ,
Բայց ասեց, որ դուք պիտի ազատ լինեք։ Ազատը այն չէ, որը որ ունի տերեր, հա։ Ազատը նա է, երբ որ նա ազատվում է մեղքի կապանքներից, իսկ մեղքի կապանքներից միայն ու միայն կարելի է ազատվել ապաշխարությամբ։ Որպիսի ազատվես, պետք է նախ ճանաչես քո մեղքերը։ Այ որտեղ է անհրաժեշտ հոգևոր հովի աշխատանքը իր ծուխի հետ, իր եկեղեցվո անդամների հետ, աշխատանքը, որը պահանջում է այն պարզ մարկային նաև հարաբերությունը, սերը, խաղաղությունը, որպեսզի նաև դիմացինը զգա վստահություն, ում հետ պիտի կիսվի, ում պիտի պատմի մեղքերը, ինչպես պիտի վստահի իր կյանքի մեջ ինչ որ իրադարձությունները, թեկուզ տհաճ մոմենտները, այսինքն կարևոր է այս բանը, բայց սա գիտեք ինչ է, սա մեծ պատասխանատվություն է, այսինքն ամեն մի հոգևորականը ի վիճակի չէ դառնալ ինչ որ մեկին խոստովանեցնել, առհասարակ խոստովանանքը կամ խոստովանեցնել մարդուն, դա խաղալիք չէ, դա շատ լուրջ եւ պատասխանատու ամենօրյա աշխատանքն է եւ մանավանդ մեծ պահոց շրջանում ճիշտ ուղու վրա դնելով հավատացյալներին, որպեսզի նրանք առաջնորդվեն եւ այդ նախապատրաստական իրենց այդ աշխատանքը, որ հոգու վրա պիտի տանեն իրենց, նպաստի նրան, որ վերջի վերջով մարդը արդեն զատիկին պետք է ընդունի եւս մեկ կարևոր գաղափար, հա, հարության արդեն գաղափարը։ Այսինքն տեսեք, ապաշխարելով նա ընդունում է, որ նպատակը ինչն է, որ երկնքի արքայությունը պիտի ժառանգի, բայց այդ երկնքի արքայությունը ժառանգելու փաստորեն ապացույցը եւ փաստորեն բովանդակությունը եւ իմաստը դա այն է, որ հարությամբ Քրիստոսի միայն մեր Տիրոջ հրաշափառ հարությամբ է դառնում իրականություն։ Այդ ժամանակահատվածը հենց դրա համար է, որ նորոգվենք։ Եվ ասում եմ, ամեն տարի այս առիթը մեզ տրվում է։ Գիտեք ինչքան դա մեծ ողորմություն է Աստծո կողմից։ Որ ամեն անգամ մենք եւս ամեն անգամ ամեն տարի առիթ ենք ունենում։ Մարդկային կյանքում առիթ է ունենում այդ գեղեցիկ օրերը ապրելու, պահքի օրերը ապրելու, պատրաստվելու մեծ տոնակատարության, հրաշափառ հարությանը մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Որտեւ եթե Քրիստոսը հարություն չառներ, անիմաստ կլիներ եւ անհետեթություն առհասարակ կլիներ քրիստոնեական գաղափարախոսությունը։ Հիմա գիտեք այն քրիստոնյաները, նաեւ մարդիկ կան, որ անվանում են, լեզվով ասում են մենք քրիստոնյա ենք, բան, նույնիսկ ասում են մենք հավատացյալ ենք, բայց ասում ես հարությանը, Քրիստոսին, հավատում ես, որ հարություն է առել, մեռելներից հարություն են առել երրորդ օրը։ Նրանք դժվարանում են պատասխանել։ Կամ ամանչում են ասել, որ կասկածներ ունեն, չգիտեմ, այդքան էլ չեն հավատում դրա։ Այստեղ է խնդիրը։ Ուրեմն չկա նման քրիստոնեություն, բարդագույն քրիստոնեությունը իմաստավորված է։ Եվ մենք պարզ դասական օրինակներ ունենք։ Տեսեք, եկեղեցու պատմության ընթացքում մարտիրոսները, որոնք մարտիրոսվել են, իրենց արյունը տվել են, իրենց կյանքը զոհասեղանին դրել են, զոհաբերել են։ Եթե դրանք հստակ չունենային այդ համոզումը, որ Քրիստոս առել է հարություն, եթե նրանք հստակ չգիտակցեին այն փաստը, որ գոյություն ունի երկնավոր արքայությունը եւ հավիտենական կյանքը դա շարունակությունն է, երկրավոր կյանքի այլ կետ, փաստորեն ֆիզիկականը վերջանում է, մարդկային կյանքը շարունակվում է, բայց այլ կերպ։ Ապա ես չեմ կարծում, որ որևէ մեկը կունենար այդ համարձակությունը, որտեղ նույն մարդիկ են եղել, նույն միսն ու արյունը, ինչ որ մենք ձեզ հետ զգում ենք, դրանք էլ են նույնը զգացել։ Բայց հենց այդ հավատքն է, հզոր, որ գործել են նրանց մեջ այդ հզոր հավատքի շնորհիվ, որ նրանք գնացել են ընդཐུպ եւ ընդունել են
մահը, գերադասել են մահը, բայց չեն ուրացել Հիսուս Քրիստոսին, երբ որ հալածանքներ էին գնում եւ հալածում էին ինչ աստիճանի, ստիպում էին, ասում են պիտի ուրանաս, կամ գնաս զոհեր մատուցես, այն շրջանում հետանոսական մեր հյաններին ասենք գնում ես կուրքերին, պաշտամունք զոհ մատուցես, չէին անում եւ վկայում են իրենց հավատարմության մասին, որ նրանք Հիսուս Քրիստոսին են ճանաչում որպես մեր Տեր եւ Փրկիչ։ Այս սա շատ կարեւոր է սիրելիներ։ Հիմա եթե զուգահեռներ տանենք, Կտրիչ Ներսիսյանը, որը որ ոչ բարով բազմել է Գրիգոր Լուսավորչի սուրբ գահին եւ 26 տարուց ավելի նստել է այդ աթոռի վրա, իր վրա վերցնելով ակամայից պատասխանատվությունը ամբողջ հայ ազգի հոգեվոր փրկության համար։ Այսինքն դատաստանի ժամանակ դատելու են իրեն դրա համար, որ նախ գողացավ այդ աթոռը, այդ աթոռը, որը որ պետք է օգտագործվեր հայ ժողովրդի հոգեվոր փրկության համար, նա գողացել է այդ աթոռը, որպեսզի զբաղվի իր անձնական ճղճիմ հարցերով, որպեսզի ոչ թե հոգիները մարդկանց փրկվեն, այլ խորտակի ինքը պատճառը հանդիսանա, թեկուզ իր բացասական կերպարով, որ խորտակվեն մարդկանց հոգիները։ Այդ վտանգը որտեղ է։ Վտանգը այն է, որ նա չի զգացել, որ նա չի ապաշխարել, որ նա չի ընդունել երկնքի արքայության գաղափարը։ Այս վկայությունը եւ փաստը վկայակոչում են այն պարզ ճշմարտության մասին, ուզում եմ դա ընդգծել եւ շեշտել, բոլորդ ուշադիր լսեք, որ նա անհավատ է։ Պատկերացրեք սարսափելի իրականությունը։ Հայոց հայրապետը, որը իրեն կոչում է, այդ մարդը, Ստահակը, Կտրիչ Ներսիսյան, խաչագող սրիկան, նա ընդամենը անհավատ մարդ է, որը Հիսուս Քրիստոսին չի ընդունել իր կյանքի առաջնորդ, իր Տեր եւ Փրկիչ։ Ահավասիկ եթե նա ընդուներ դա, ես վստահ եմ ոչ թե նա պիտի կաշառք տար Վազգեն Սարգսյանին կամ համոզեր նրան Լուիս Սիմոնի միջոցով ուրեմն այդ փողերով, որպեսզի այս աթոռին հասնի, նա կխուսափեր, կփախներ կիլոմետրներով այդ աթոռից, նա նույնիսկ եպիսկոպոսությունից կփախներ, որտեղ նա կհասկանար, որ նա որտեղ, այս աթոռները որտեղ, այդ պատասխանատվությունը ինչի վերցնեմ իմ վրա, որտեղ այս պատասխանատվությամբ համաձայն նա պիտի դատվի, նա պիտի դատվի դրա համար։ Քրիստոնյա մարդը մենակ իր համար է պատասխանատու, բայց այս ստահակները, որոնք այդ պաշտոններ են ստանձնել, ում համար պիտի պատասխան տան, մենակ իրենց սեփական հոգևոր փրկության մասին չէ խոսքը այստեղ։ Եվ եթե նա հավատար, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել, ես ձեզ ուզում եմ դա բացատրեմ, ինքը կսարսափեր, որ հետ մահու կյանք կա եւ դատաստան կա, այլ դատաստանին պատասխան կա տալու։ Այսինքն այս հարցերը, որոնք պետք է ուղղվեն իրեն պիտի ուղղվեն, այս Ստահակին պիտի ուղղվեն։ Լրագրողները, ովքեր գնում են հիմար բաներ են, հարցեր են տալիս, այդ հարցերը պիտի այդ հարցերով պիտի իրեն զբաղեցնեն։ Ու տեսնանք իր պատասխանները չեն ուշանա, ինքը կասի ես սատանա եմ, չեմ հավատում ոչ մի բանի, որտեվ ինքը կփախչի։ Իսկ դա կլինի լուր պատասխանը եւ վկայությունը, որ նա չարիք է եւ չի հավատում։ Նա չի կարող ոչ մի իմ այստեղից հնչեցված հարցին տա հստակ պատասխան։ Եվ սա շատ կարևոր է սիրելի ժողովուրդ։ Այն չի ենք մենք պայքարում։ Մարդիկ կան, որոնք չեն հասկանում։ Կան հիմա էլ կան նման մարդիկ, որոնք չեն հասկանում։ Այսօր մեկը ես գրել եմ Եզրասի վերաբերյալ եւ օդից չեմ վերցել։ Դա խոսում է եկեղեցական կանոնակարգը, մասնավորապես առաքելական կանոնը եւ տիեզերական ժողովների մեջ ընդունած կանոնները, որ հարազատ եղբայրը չի կարող հարազատ եղբորը ձեռնադրել եպիսկոպոս։ Fake եպիսկոպոսին, անվավեր է, Աստված իրեն չի ճանաչում իբրև եպիսկոպոս։ Սա ես չեմ հորինել, ես չեմ ասում, ես չեմ պնդում։ Սա ասում է եկեղեցու կանոնակարգը։ Խափում են ժողովրդին, ժողովուրդը քանի դա չգիտի, հեշտ է չէ հիմարություն դուրս տալ։ Եթե դու չգիտես, ոնց հիմա ես հետաքրքրվել եմ, ես չեմ ասում, ես ամբողջը գիտեմ։ Սիրելիներ, բայց ես իմ վրա աշխատում եմ, չէ՞։ Երբ որ մի բան չգիտեմ, ես սկսում եմ աշխատել, գտնում եմ այդ բաները։ Որտեվ այսօր ինձ, այո, եթե ես ուղղակի քահանայություն անեի, գուցե այդ խնդիրները չլներ, ես չի անդրադառնալու դրան։ Բայց հիմա ես ստիպված եմ պրպտում ման գալիս, որպեսզի տեսնամ այս մարդկանց գործնեությունները մեջտեղ անեմ։ Հիմա
Եկեղեցական կանոնները հստակ ասում են այս մասին։ Նա գողացել է փաստորեն այդ աթոռը, այդ պաշտոնը գողացել է, նա խափում է փաստորեն հայությունը, որ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի մեջ է։ Ձևանում է ու դերասանություն է անում, խաղում է եպիսկոպոսին, բայց իրականության մեջ Աստծո կողմից նա ընտրված եւ ընդունված եւ վավերացված չէ։ Քանի որ Կտրիչ Ներսիսյանը տեսեք խաղալիք է սարքել եկեղեցին։ Եղբորը ձեռնադրել է։ Տիրանին հանել է դուրս է շպրտել, որպեսզի հարազատ եղբորը բերի, կրտսեր եղբորը դնի տեղը։ Նույնիսկ այնտեղ խոսք է գնում, որ եթե նույնիսկ մահանալուց լիներ, Կտրիչը իրավունք նորից չուներ իրեն այդ բանը անելու։ Իրավունք չուներ։ Եկեղեցական կանոնակարգի համաձայն։ Հիմա մենք տեսնում ենք, որ սա մաֆիա է։ Հիմա ակնհայտ է, այս մարդիկ արդյոք հոգևոր մարդիկ են կամ փրկվության մասին հոգևոր իրենց անձերի մասին չեն մտածել։ Իրենց հոգիների փրկության մասին նրանք հոգը չէ իրենց։ Հիմա դրանք կարան մեզ համոզեն, որ դրանք մտածում են հայոց այդ հատվածի, որ Ռուսաստանում ապրում են, դրանց հոգևոր փրկության մասին կամ դրանց հոգևոր աճի մասին։ Այսինքն ով կարող է այսօր Տեր Սահակին հակադարձել։ Շատ ներողություն, ոչ մեկ, որտեղ Տեր Սահակը մեր կապարանոց հայտարարություններ երբեք չի հայտարարել, եւ երբ որ ինչ որ գրառում եմ արել կամ խոսել եմ, եթեր եմ արել, միշտ եղել է հիմնված մեր եկեղեցական կանոնակարգի հիման վրա։ Այդ դրա համար սարսափած են այս մարդիկ ինձնից։ Ինչի են սարսափած։ Որտեղ շփացնում են իրենց երեսներին, իրենց արածները։ Այս դրա մասին է խոսքը։ Հիմա այն հայությանը վերաբերեն, որոնք չեն հասկանում, ասում են դուք մեկը գրել է Եզրասը մեծ առով մարդ է։ Ես ջնջել եմ իր գրածը, իրան էլ բլոկ եմ գցել։ Այդ կեղտոտ կինը մի հատ կին է սատանա։ Նայեցի էջը ֆեյք էջ է։ Անունը սատանայի կնոջ անունն է, բայց բան չկա, պուբլիկացիա չկա, բան չկա, նյութ չկա, ոչ մի բան չկա։ Լուսանկար, բան է, ավատարկան, դատարկ։ Ինչ է դա։ Մեծ ատարով այն մարդն է, մարդ է մեծ ատարով, հա, որը որ հոգևոր կորստյանն է տանում այն հայության հատվածին, որ առաջնորդում է դեպի դժողքը, դեպի հավիտենական տանջանքները։ Կտրիչ Ներսիսյանը իր հերթին համայն հայությունն է տանում։ Հիմա այս բոլոր թափ-թփուկ եպիսկոպոսներին եմ դիմում, ովքեր որ չեն միացել բարենորոգման ծրագրին։ Ում եք դուք առաջնորդում եւ որտեղ եք առաջնորդում։ Ուզում եմ ձեզ տամ այդ հարցը։ Ինչի համար եք դուք այնտեղ նստել, ում եք դուք ծառայում եւ ինչին եք դուք պիտանի մարդիկ եք թե ոչ։ Եկեղեցուն դուք արդյոք պիտանի եք թե անպետք։ Այսինքն մենք այստեղ ինչի ենք հարցեր բարձրացնում։ Կարող է ամեն ինչ լավ լիներ, դուրը չգարին այդ մարդիկ մեզ, մենք պիտի թիրախավորենք։ Շատ ներողություն, ինչի Վազգեն կաթողիկոսին, ինչի Թորգոն պատրիարքին, որ տեղապահ էր, ինչի Գարեգին առաջին Սարգսյանին երբեք չեմ թիրախավորել, որևէ բան, որևէ եթե չկար, բայց ուրիշ բաներ կային, հարտակներ, չեմ ասել բացասական այդ մարդկանց հասցեին։ Հակառակը ամեն պատարակի հոգեանգիստ որ անում եմ, իրենց համար իմ աղոթքն եմ բարձրացնում, հիշում եմ իրենց։ Ինձ ոչ բարեկամ են, ոչ ազգական են, բայց իրենց հիշում եմ ամեն անգամ։ Ինչի համար։ Որտեղ ուղիղ վարդապետությամբ առաջնորդում էին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բանավոր հոտին։ Հետևաբար մեր սրբազան պարտքն է իրենց համար արդեն, երբ որ նրանք հրաժեշտ են տվել այս ժամանակավոր երկրավոր կյանքին, աղոթել իրենց հոգիների փրկության համար։ Իսկ այս տականքների վերաբերյալ ինչ ենք բացասական խոսում, որովհետև այս հարցերը կան, սիրելի ժողովուրդ, ոչ թե նստել ենք բան փասում ենք, ոսկորներն ենք կրծում կամ մեկին ուզում ենք մեկի վրա ցեղ շպրտել կամ մեկին ուզում ենք վիրավորած լինել, քավ լիցի։ Նման նպատակ որևէ մեկս չունենք։ Ուզում ենք ճշմարտությունը եւ հոգեվոր փրկությունը, որը խաթարված է այս անձերի կողմից, քանի որ եկեղեցուց դարձել են խաղալիք։ Եվ Փառք Աստծո, այս մասին նաեւ Մասյացոտնյա թեմի բարեխնամ առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ասեց, որ քաղաքական այս էլիտայի, հա, ճակերտավոր, ես ավելի կոշտ կասեմ, ստահակների, որոնք անցյալն են ուզում բերեն, Հայաստանի վզին փաթաթեն եւ Հայաստանը տանեն խորտակեն, էլի տանեն են ոնց որ ասած հին ճանապարհներով ծրտի, մթի, սովի, հետո էլ թալանի եւ արտագաղթի։ Էս է տեսել Հայաստանը, անկախ շրջանը մինչև Նիկոլ Փաշինյանի անկախությունը հռչակած իրական եւ խաղաղությունը հռչակած իրական այս փոփոխության բարենորոգման
Հա հեղափոխություն եք աշխարհիկ լեզվով ասում երկրի մեջ այս երևույթը միայն հնարավորություն տվեց այլ աչքերով նայել։ Դրա համար եկեղեցական հարցերն են այսօր բարձրացվել Փառքաստու պետական պաշտոնյաների կողմից, որտեղ եկեղեցին էլ այդ բարենորոգման առավել եւս այդ խնդիրը ունեն եւ ինչ որ պետության մեջ են եղել խնդիրներ, ավելի ծանր խնդիրները եկեղեցական համակարգում են եւ այդ բարենորոգման կարիքը կա։ Այս սա է սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ, որ ստապ մտածենք, առողջ դատենք, կատարյալ լինենք, հասկանանք, որ ավետարանը մեզ ինչ է բացատրում։ Ավետարանը մեզ իր խոսքով, սնելով, մեզ պարզ ճշմարտությունն է բացատրում։ Որ Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհը եւ ասեց ես այս աշխարհին հաղթեցի աշխարհին։ Հիսուս Քրիստոսը ասում ես հաղթեցի այս աշխարհին։ Ինչ է սա մեր կյանքի մեջ։ Իսկ ես մարդիկ գնացեն աշխարհի պոչն են բռնել, աշխարհի հաճույքների պոչն են բռնել, աշխարհին են ծառայում։ Աշխարհի իշխանով է։ Չարիքն է։ Չարիքն է աշխարհի։ Նրանք էլ բռնել են չարիքի պոչը եւ ասում են, որ նրանք կաթողիկոս են, եպիսկոպոս են, են, բայց իրականության մեջ ով են, գողացել են իրենց չվերաբերողը, որը իրենց հետ heç կապ չունի, ոչ մի կապ։ Աղերս չունեն այս եկեղեցու հետ նրանք։ Այս ավետարանի հետ կապ չունեցող մարդիկ Հիսուս Քրիստոսի մեր Տիրոջը չեն ճանաչում, չեն հավատում ասում։ Եկել են կանգնել են եկեղեցու մեջ, մեջտեղը արևանգել են եկեղեցին դրանով։ Մեզ էլ ասեն են դուս գնացեք, ռադը քաշեք գնացեք, դուք մեզ պետք չեք։ Մենք ենք այստեղ։ Դուք հասկանում եք ինչ է տեղի ունեցել։ Տեղի է ունեցել շատ պարզ արժեքների հոգևոր, բարոյական եւ սկզբունքների փոխանակում։ Այս սա է տեղի ունեցել։ Եվ այս մարդիկ ովքեր որ այսօր եկել են, ասպարես, հա, այդ 10 հոգի լավ, կոնկրետ 9-ի մասին հիմա այդ մեկին չգիտեմ, դալի-դոլի Աստված գիտի, բայց 9 հոգի շատ կոնկրետ։ Փորձում են պիտակներ փակցնել, ասում տիրադավ են։ Նրանք տիրադավ չեն, որտեղ նրանք Տիրոջ ծառայելով, Տիրոջ առաջ կանգնելով, վկայելով Տիրոջ անունից այդ անփարունակ վիճակի մասին, որ ստեղծվել էր եկեղեցու մեջ, եւ այդ ճահիճի մեջ, որ գցել են տիրադավները իրական, որոնք Տիրոջը դավաճանել են այն օրվանից, երբ վեհարի տակ արդեն իսկ գործեցին տարբեր սատանայություններ եւ դրժեցին իրենց ուխտերը, որոնք տվել էին։ Եվ բացի դրանից ամեն ինչ արել են ի վնաս եկեղեցուն, ի վնաս մեր ժողովրդին, փաստացի, որտեղ եկեղեցին դա ժողովուրդն է։ 1000 անգամ կրկնում եմ այս ճշմարիտ խոսքը։ Վազգեն ներողություն Գարեգին առաջին Սարգսյան ամենայն հայոց կաթողիկոսի 131-րդ կաթողիկոսի այս ճշմարիտ խոսքը, որ եկեղեցին դա ժողովուրդ է։ Առանց ժողովրդի եկեղեցին գոյություն չի կարող ունենալ, որտեղ եկեղեցին կարող է լինել, եթե ժողովուրդ մեջը չլինի։ Քրիստոսը շատ հստակ այս մասին խոսում է։ Ասում է 2-3 հոգի եթե իմ անունով հավաքվում են, ես դրանց հետ եմ։ Նշանակում է մարդիկ պիտի հավաքվեն։ Հիմա մեր եկեղեցին մեր պարագայում կայացված որպես առաջին աշխարհում ընդունած քրիստոնեությունը 1700 տարիներից ավելի պետական կրոն քրչակած որպես եկեղեցին, բարձա որ ամբողջ այդ հայ ժողովրդի եկեղեցին է, ամբողջական, ոչ մենակ Հայաստանում, նաև ամբողջ Սփյուռքի մեջ ապրող հայության։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, որի անունն էլ փորձեցին փոխել։ Այդ ամեն ինչ անում են, ասում, քանի որ այս մարդկանց համար այս եկեղեցին եղել է ընդամենը իրենց շահերի համար։ Նրանք դա վերցել են, արևանգել են, ազատվել են իրենց համար ոչ հաճելի կամ իրենց համար ոչ հարմար մարդկանցից, այդ ծրագիր էդ էր իրենց։ Հետո դարձել են իրենց սեփական բիզնեսը եւ ամեն ինչ արել են ատամներով, տեսեք, մինչև հիմա ինչքան մարդ պիտի լինի ստոր, ինչքան պիտի հաստակաշի լինի, ինչքան պիտի լինի տականք,
ինչքան պիտի լինի սրբապիղծ, որ այսքան բանից հետո ինքը երկու ոտը դրել է մի կոշիկի մեջ, ասում է ես իմ ոտով չեմ գնա եկեղեցուց։ Հրաժարական չեմ։ Հրաժարական վաղուց պիտի տա, չէ, հրաժարական խի չի տալիս։ Ապացուցեցինք, չէ, ամեն ինչը ձեզ հստակ դարձավ, պարզ է, չէ, որ ոչ թե չի սիրում եկեղեցի, եկեղեցու հետ կապ չունի այս մարդը։ Կապ չունի։ Բայց ինչի չի դուրս գալիս, ինչի հրաժարական չի տալիս, ինչն է պատճառը։ Եթե եկեղեցում խաղալիք սարքել է, եկեղեցական փաստորեն ատրիբուտները կրելով օտարի շահն է առաջին հերթին իր հոգը սպասարկելու, հա, Ռուսաստանի Դաշնության քաղաքական էլիտաների, Ռուսաստանի հատուկ ծառայությունների եւ այս ներքաղաքական իրավիճակը լարելով եւ այս կեղտոտ քաղաքական դաշտը, որը մերժվել է, մերժվածների պարագլուխն է եւ քավորն է։ Դրանց նորից գեներացնելով process-ներ բերել առաջ տալ։ Դուք հասկանում եք, չէ՞, ինչ խայտարակություն է։ Դրանից էլ ինչ ասեմ, դրանից ավելի մեծ մղձավանջ, հոգևոր իմաստով, մեծագույն խայտարակություն կարելի է պատկերացնել։ Կեղծ բան է գրել ուղերձը մեծ պահոց։ Ինչ ես դու մեծ պահքից հասկանում։ Ես շատ լավ հիշում եմ մի բանի ծրագիր կար Ռուսաստանի մեջ, չեմ հիշում, ազգանունը, այդ ով որ վարել է այդ ծրագիրը, վաղուց է շատ, որտեվ 25 տարի առաջ էր։ Այնտեղ կոչվում էր Один день с армянским католикосом։ Եվ ուրեմն այնտեղ սեղանի վրա ուտելիքներ են դրած, այդ թվում մածունը։ Եվ այդ մարդը ժուրնալիստը հարցնում, ասում է, ձեր սեղանը պահոց ուտելիքներն են սաղ, ու մածունը ցույց է տալիս, ասում է, այդ յոգուրտ ասում, ռուսա է, յոգուրտ ասում, մածուն բառը չգիտի։ Բա ասում է, դա, սաղ ասում է պահքի ուտելիք է։ Այսինքն այս մարդը նույնիսկ այդքան պահած է, որ չի էլ հասկացել, այսինքն այդքան հեռու է այս ամեն ինչից, հա, ամեն ինչից։ Իր համար այս բոլոր բաները, դա զուտ, ասում եմ, դերասանություն, ուղղակի ժողովրդին, եթե աչքին ցույց տալու համար խաչակաշում, խաչակնքվում է եկեղեցու մեջ, հա, ես նկատի ունեմ, պատարակի ժամանակ բան, բայց բերրա իր համար, նա ոնց որ այնտեղ տանջամահ լինում, եթե դեմքի միմիկային նայեք իրեն, իր աշխուժ դեմքը դուրսը, երբ որ վերջանում է այս ամեն ինչը, ոնց է իրեն զգում, եւ եկեղեցու մեջ արարողության ժամանակ։ Ինչի մասին է սա խոսում։ Պարզ բանի մասին։ Իր համար դա ծանր բեռ է, զզվելի է իր համար, տահաճ է այս ամենը։ Եվ միաժամանակ այսքան բանից հետո չի հրաժարվում։ Հիմա դուք գնացեք սիրելի ժողովուրդ եւ ձեր մտքում այս խորհուրդը պահեցիք, թե ինչի համար այս ամենը արդեն իմանալով իրական պատկերը այս անձնավորության դուք ինչ եզրակացությանը կգաք, ինչի չի հրաժարվում։ Իր տեղը ցանկացած մեկը, ցանկացած մարդ, ինչ ուզում է արած լիներ նախկինում, ցանկացած ազգի ներկայացուցիչ, բայց այդ պաշտոնի պիտի հրաժարվեր։ Սա թքում է սերեսին, ասում է, որ եւ ինչի համար է այս, փաստորեն, եթե լրագրողները, որոնք գնում են այնտեղ ջրաղացին իր ջուր են լցնում, այդ པարզ հարցերով գնային, պիտի վերջանար ինքը 1 վայրկյանի մեջ, որտեղ ինքը ոչ մի իմ հարցերին հոգևոր, ոչ մի պատասխան նա չունի։ Բացարձակապես։ Ուրեմն սա է սիրելի ժողովուրդ, եւ ես կարծում եմ մեր երկրի իշխանությունը այսօր որ ցույց է տալիս լավագույն օրինակ այցելելով եկեղեցին այդ մեծ պահոց շրջանի մեջ գիտակցելով որ ապաշխարության շրջանն է երբ որ պիտի նորոգվենք հոգեպես ես կարծում եմ այս բարենորոգման ծրագրի լավագույն շրջանն է իր լրումին հասցնել որպեսզի հաղթանակ լինի որպեսզի ավարտվի այս անփարունակ վիճակը եկեղեցում եւ հաղթանակած մոտենանք եւ դիմավորենք հրաշապար տոնը հարության մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն աչքն արարչական բազուկս փրկչական սուրբ խաչը տերունական լինի ձեզ պահաբան հայսումետև մինչև հավիտյան ամեն այսօր այսքանը խոսեցինք ձեր բոլորի կենացում եւ մի քանի խոսք ընդամենը ասեմ որ արտաքսման Կիրակիներ եւ Ադամ Եվան ինչպես որ արտաքսվեցին Եդեմական այգուց եւ պատճառը միակն էր մեղքն էր
եւ ոչ մենակ որ մեղ գործեցին, այլ նաեւ որ հանձն չառան, չընդունեցին իրենց մեղավորությունը եւ չուզեցին ապաշխարել, ճանաչելով իրենց մեղքը, արժանացան պատժի։ Աստված իրենց դուրս դրեց Եդեմական այգուց։ Եվ այստեղից արդեն մարդկային ցեղի տառապանքները սկսվում են։ Եվ այսքանը սելիներ, եւ ապա այս շաբաթ որ սկսում ենք վաղը, նոր տոմարով պիտի արդեն իսկապես անառակ որդու Կիրակին է լինելու եւ այդ առակը որ պատմվում է այն մասին, որ այնտեղ պետք է գիտակցես, փոշմանես քո մեղքերը կավելու համար եւ խոստովանելու, որպեսզի ստանաս ներում Հայր Աստծուց։ Ամեն։ Շատ տարածեցեք, խնդրում եմ, ձեր գրառումները կսպասեմ, ձեր լայքերը, թող Տերը ձեզ օրհնելով օրհնի, ուշ եւ կարողություն տա, զորացնի, պահքի շրջանը անցնելու համար։ Ամեն։ Ցտեսություն։